պահպանիչ և հույս հավատացելոց Քրիստոս Աստված մեր, բայա, պահպանյա և օրհնյա, զասկս հայոց ի Հայաստան, եվս սպյուրս աշխարհի, եվս հավատացյալ ժողովուրդս քո, ընդ հովանյավ սուրբ և պատվական խաչի քո ի խաղաղության, հրգյա հերևելի և հաներևույթ թշտամբույն, արժանավորյա քոությամբ փառավորելս քեզ, ընդ հոր և ընդ հոգվույթ սրբո, այժմ և միշտ և ավիդյանս հավիդենից, ամեն։ Հանուն հոր և որդվո և օգվույն սրբո, ամեն։ Դյարն մերո Հիսուսի Քրիստոսի ծննդյան և աստվածահայտնության դոնին արիթով մեծիդանն գիլիգյո գաթողիկոսության Անտիլիասի մայրավանքեն մեր աշխարհասպյուր ժողովրդի զավակներուն գսեմ Քրիստոս ծնավ և հայտնեցավ Քրիստոս ծնավ և հայտնեցավ Քրիստոս ծնավ և հայտնեցավ Քրիստոսի ծնունդով ու հայտնությամբ վերանորոգված Անտիլիասի մայրավանքեն եղբայրական չերմ սիրով գողջունենք մեր հոգևոր եղբայրն ու ամենայն հայոց գաթողիկոսը նորին սուրբ օծություն դեր քարեքին երկրորդ գաթողիկոս եղբայրական սիրով գողջունենք Երուսաղեմի հայոց պատրիարք դեր Նուրհան արքեպիսկոպոս և Կոստանդնուպոլսո հայոց պատրիարք դեր Սահակ արքեպիսկոպոս իրենց մաղթելով եկեղեցաշեն ծառայությամբ լեցուն երկար քահագալություն հայրական չերմ սիրով գողջունենք մեր սուրբ աթոռին թեմագալ առաջնորդ սրբազանները իրենց գլխավորած ազգային իշխանությունները մեր հոգևոր թասը մեր կյանքներս ծառայող մեր կրթական մշակութային բարեսիրական և ազգային կառույցները իրենց մաղթելով երկար դարիներու ծառայություն մեր ժողովրդին և մեր եկեղեցվո սիրելի ժողովուրդ հայոց թարեր առաջ Բեթղեհեմ քաղաքի մեկ խոնար մսուրի մեջ տեղի ունեցավ մարդկային պատմության
մեծակույն հրաշքը, մարդկային կյանքին մեծակույն խորհուրդը, շարականին բարերով խորհուրդ մեծ և սքանչելի, երկինքը երկիր իջավ, որպեսզի երկնքեն հեռացած երկիրը վերստին մոտեցնե երկնքին։ Աստված մարդացավ, որպեսզի Աստուծմե հեռացած մարդը վերստին մոտեցնե Աստուծո։ Աստուծո և մարդուն առաջին հանդիպումը տեղի ունեցած էր Եթեմ թրախտի մեջ։ Նույն թրախտին մեջ նաև մարդը հեռացավ Աստուծմե, որովհետև հավատարիմ չեղավ իր աստվածային պատկերին, հավատարիմ չեղավ Աստուծո կողմէ իրեն դրված երկնային գոչումին, մեղանչեց և վտարվեցավ թրախտեն։ Ահավասիկ դարեր հետո Փեթղեհեմի Մսուրի մեջ տեղի կունենար Աստուծո և մարդուն երկրորդ հանդիպումը։ Աստված գուքար մարդուն, կմոտենար մարդուն, որպեսզի վերամարդացնե մարդը։ Փեթղեհեմը ծնունդ է Աստուծո որդուն, Փեթղեհեմը նաև վերածնունդն է Քրիստոսով նոր մարդուն։ Փեթղեհեմի մեջ Աստված ու մարդ կմոտենան իրարու, Աստուծո նախասերնությամբ, Աստուծո միածին որդին մարդկային հնություն կստանա, ինչպես մեր հավանական ուսուցումներում մեջ կշեշտենք, Աստված մնալով հանդերձ կատարյալ Աստված գյուրացնե մարդկային կատարյալ բնությունը բացի մեղքեն։ Եվ այսպես Փեթղեհեմի մեջ մարդկության կներկայանա Աստվածամարդը, մեր Տերը Հիսուս Քրիստոս։ Ահա թե ինչու Փեթղեհեմը Աստուծո ու մարդուն հանդիպումն է։ Ինչպես մարդ հեռացած էր Աստուծմե ու մեղանչած, նույնպես ինչպես մենք կգարթանք նոր գտագարանի մեջ, նաև ոչ ստեղծագործությունը ապականած էր և հեռացած Աստուծմե։ Քրիստոսի ծնունդով ապականությունը մեղքը կհեռանա մարդեն, նաև ողջ ստեղծագործութենեն։ Փեթղեհեմով կսկսի պատմության նոր ընթացքը։ Փեթղեհեմը մարդկային պատմության մեջ նոր մարդու ծնունդն է և նոր մարդով գերտվելիք պատմության սկիզբը։ Այո, Փեթղեհեմով մարդը վերստին ծնավ, ոչ միայն սովորական իմաստով վերանորոգվեցավ,
այլ նոր մարդ դարձավ։ Պողոս առաքյալ իր թուղթերում մեջ հաճախակի երբով գշեշտ է ըսելով. նոր մարդ եղեք, նոր մարդ կլանք, երբ դառնանք Փետրեհեմին, նոր մարդ կլանք, երբ Փետրեհեմի մեջ մարդկության ներկայացած եւ մարդկության փրկիչը լալու կոչված Քրիստոսին հետևինք, նոր մարդ կլանք, երբ Քրիստոսի պատվիրանին հետևելով խաչը մերուսին, այլ խոսքով Քրիստոսի ուսուցումները, արժեքները, պատվիրանները կործացրելով ապրինք մեր կյանքը։ Այո, Փետրեհեմով կսկսի պատմության նոր ընթացքը։ Փետրեհեմը մարդու փրկության նոր ընթացքին ծնունդն է։ Մարդու փրկության ճանապարհը կբացվի ամբողջ աշխարհին դիմաց եւ ամբողջ փրկության ճանապարհեն պիտի քալե, ուզեք քալել, պետք է ապրի Քրիստոսի ներկայությունը, դարձյալ ինչպես Պողոս առաքյալ գսե, ես չէ որ գաբրիմ, մարդը ֆիզիկական անիմաստ, աննպատակ ներկայություն է, երբ իր մեջ Քրիստոս չաբրիր։ Առաքյալը գսե, Քրիստոսն է, որ իմ մեջս կաբրի։ Փետրեհեմը սիրելի հավատացյալներ, կգրկնեմ Աստուծո էջքն է, երգիր եւ մարդուն բարձրացումը, մեր եկեղեցվո հայրերուն փարով մարդուն աստվածացումը, այսինքն բարձրացումը երգինք, մարդուն մեջ աբականած Աստուծո պատկերին վերականգնումն է, Աստուծո նմանության վերահաստատումն է, այլ խոսքով նոր մարդու ծնունդը։ Հետևաբար քրիստոնյա ըլլալ կնշանակե նոր մարդ ըլլալու ուխտը կատարած ըլլալ։ Մենք սովորական իմաստով քրիստոնյա պետք չէ ըլլանք, քրիստոնեությունը բիդակ չէ, քրիստոնեությունը ժառանգական գապ չէ, քրիստոնեությունը ըստ Քրիստոս ապրիլ է, քրիստոնեությունը Փետրեհեմի խորհուրդը ու պատգամը մեր անհատական թե հավաքական կյանքի մեջ կյանքի վերածել է։ Այսօր Աստուծո որդուն ծննդյան ու աստվածահայտնության դոնին եկեք դարձյալ ու միշտ դառնանք Փետրեհեմին, այն խոր հավատքով, որ Փետրեհեմի մեջ ծնած Աստուծո որդուն ծնունդով մենք վերածնանք, նոր մարդ դարձանք։ Լսենք առաքյալին պատգամը, որ գսե նոր մարդ եղեք, նոր մարդ ըլլանք, որպես մգրդությամբ Քրիստոսին ետևենք քալելու, խաչը մեր ուսին, հավատալով Քրիստոսին, հավատալով Փետրեհեմի խորհրդին ու պատգամին, սիրելի հայորդիներ,
այս օրերում մանավանդ, երբ ամեն դեր շրջապատված ենք տեսակ երևույթներով, մտածելակերպերով, կենցաղակերպերով, որոնք մեր կյանքեն կփորձեն հեռացնել Բեթլեհեմի խորհուրդը ու պատգամը։ Մենք դարեր շարունակ մեր կյանքով, մեր արյունով, մեր վկայությամբ ու նահատակությամբ հավատարիմ գտնվեցանք Բեթլեհեմի խորհրդին ու պատգամին։ Այսօր Քրիստոսի ծնունդը դոնել կնշանակել, վերադառնալ մեր ուխտը, մեր հավատարմությունը, մեր գոչումը, քալելու Քրիստոսին ետևեն, Քրիստոսով նոր մարդ բարձած ըլլալու խոր գիտակցությամբ և հավատարմությամբ այն արժեքներուն, սկզբունքներուն ու ճշմարտություններուն, որոնց քարոզիչը դարձավ նույնիսկ իր խաչով և հարությամբ մեր Տերը Հիսուս Քրիստոս։ Աղոթեմ արփարսյան Աստված, որ Աստուծո որդուն ծնունդը և աստվածահայտնությունը մեր ժողովրդին կյանքը լեցնե երկնային բարիքներով և աստվածային օրհնությամբ, մեր կյանքեն հեռացնելով ամեն տեսակ չար ու չարիք և մեր ժողովուրդը առաջնորդելով դեպի Քրիստոսով սկսած երկնային թագավորություն այժմ և միշտ և ավիտյանս հավիտենից ամեն։